խոզանոցա։ Հարց եմ տալիս, սա խոզանոցա թե դասարան։ Ինչ-որ մեկը կբարեհաճի պատասխանել։ Ձեզ հետ է։ Տիկին Լիդիա մենք… Տիկին Լիդիա երեխեքը իմ համար անակնկալ էին պատրաստել։ Ինչի՞։ Այսօր ծնունդը տա։ Չէ, որ լավացել եմ այդ առիթով։ Ինչ էլ իրադարձությունը։ Լավա նոր շոր առնելը չես նշում աղջիկ ջան, թե չէ 2 ամիս մեկ էստեղ տոն էիք սարքելու ու խոզանոց դարձնեիք դասարանը։ Ինչի եք վիրավորում։ Դու դեռ վիրավորել չես տեսել աղջիկ ջան։ Նստեք։ Տետրերը բացեք թեմատիկ են գրում։ Իսկ դու Մարի, հատակը մաքրիր։ Ես օգնում Մարի։ Հայերենի հետ կապված խնդիրներ ունենք, հա։ Ես ասեցի մաքրիր, չասեցի մաքրեք։ Տետրերը բացեք։ Կներեք տիկին Լիդիա, բայց ես Մարին կօգնեմ։ Ինձ էլ կներեք տիկին Լիդիա, ես է կօգնեմ։ Հերիք փաստորեն լավ էլ գործանել գիտես։ Սրանից հետո սենյակդ ինքդ կմաքրես։ Մամայի դեմքն եմ հիշում, երբ որ եկաք ինձ օգնելու դու Միշան։ Իսկականից աղբեր, լավա դասարանցիկը տեղ էին, թե չէ մամա ծեծելու էր մեզ։ Բա իմ վրա որ գորած մեծ վախեցա։ Լավ երեխեք, մոռան մեկ, որ մամա այստեղ ինձ տեղ է։ Բա Շուշի ջան, տենում ես, տենց է էլի։ Ինչքան է քեզ շատ սիրի, մեկը մամայի շատ հոճի սիրի։ Շուշ, ես չգնայ իմ գնալու էս։ Այ դու դրա համար ես տեղ ես մարս, որ ես երբեք չընկնեմ։ Երեխեք, բայց մի րոպե, ես մոռացել էի, պլանավորած գործեր ունեմ, պիտի մարդ տեսնեմ։ Մենք գնանք, հետո կտեսնվենք։ Շուր ես։ Պատա, Ջոգիրերը ինքս ինչ տակցիշնի գնացին, մեզ մենակ թողեցին էլի։ չեմ զարմանա, որ ասես դու եք նախորդ խնդրել։ Հիշում ես, չէ՞ քեզ ինչ էի խոստացել։ Հա, հիշում եմ, որ լավանան պետք է գնայինք ձեր տուն ծնողներիդ հետ ծանոթացնել։ Հա, ում եք սպասում, չգնանք։ Հիմա։ Չհասկացես, ոտդ հələ չի լավացել։ Չէ, միշ, լավացել է։ Ուղղակի չէի սպասում, որ հիմա կգնանք։ Անակնկալի եկավ։ Գնանք։ Ձեր տուն։ Գնացինք։ Так, այս օբյեկտին, այս ինձ։ Այդպես վախեցես մի նայ Արմեն, ես էլ շեփ չեմ, եկա։ Շեֆ ջան, այս թեյավճարն է, դրա համար է ինձ վերցնում։ Արմեն, էլ ինչ շեփ չասես, ես քո շեփը չեմ։ Դե ինձ տենց ավելի հարմար է քեզ դիմեմ, շեֆ ջան։ Լսիլը, ասում եմ, կարող ես կարողանաս մի $100 պարտքով փոխտես։ Տղես ռեստորան է հրավիրել, չեմ ուզում ինքը փակվի։
Հաշտվել ես Երոյի հետ։ Դեռ ոչ։ Ապրես Արմեն ջան։ Այս գործերը դժվար առաջինի քեզ եմ լավ նայել։ Տես ասել ես, հա, շեֆ, հիշելու եմ։ Մերսի Արմեն ջան։ Ապրես։ Ծանոթացի մար մամասը։ Ինքը արդեն ինչքան ժամանակ է սենց է։ Մամ ջան, ինքը Մարին է։ Միգացի մամ։ Ինքը այն աղջիկն ում ես ամենաշատն եմ սիրում մամ։ Մարկես չի սազում միլացի։ Չեմ նացում։ Գիտես, որ փոքր էի, մանկապարտեզում մի հատ Լիլիթ կար իրան այս իրահարվել, միշտ չէր թողում կողքը նստեի, իսկ մաման ինձ միշտ դուխ էր տալիս, ասում էր, ոչինչ Միշո ջան, Լիլիթը չի թողնում, հետո հաստատ Լիլիթից ավելի սիրուն աղջիկ կթողնի։ Ու մամ ջան դու չես սխալվել։ Մամ եթե խոսել կարողանայր վստահ եմ որ ասելու էր որ ճիշտ է իմ ընտրությունը։ Ու Մարին ամենասիրուն աղջիկն է։ Լավ, բալես, հերիք է, ինչ եկել ես Միքայել այստանից լաց ես լինում։ Մամ, սիրտս ցավում է, որ Միշոյի մամային հիշում եմ տենց պարտկած։ Հասկանում եմ, ես էլ առաջին անգամ որ տեսա, նույն ցավն ապրեցի։ Ոնց, մամ։ Դու գիտեիր, որ Միշոյի մաման անկողնային հիվանդ է։ Ոչ միայն գիտի, այլ նաև գնում խնամում է մեկ-մեկ։ Ճաշա եփում։ Դեղերն առնում։ Դե հա։ Ես Միքայելի մասին վաղուց շատ ավելին գիտեմ, քան կարող ես պատկերացնել։ Դրա համար է ժամանակին Միշոյին պաշտպանում։ Գիտես Միքայելը շատ ուժեղ տղա է։ Եվ Աստված նրան մեծ ու բարի սրտով է օժտել։ Նա այսքան ժամանակ տան ողջ հոգսն ու բեռնը իր վրա է վերցրել ու լուր տարել է այդ ամեն ինչը։ Մամ, ես Միշոյին շատ եմ խղճում։ Իզուր, դու պետք է հպարտանաս, որ նա այդքան ուժեղ եւ հպարտ է։ Մինչև դու ոտքդ կոտրած բարկած էիր,
Անուշը Միշոյի մոր համար հիվանդանոց էր ման գալիս, որ տանեն արտասահման բուժեն։ Մամ, Ջան, բայց կբուժվի։ դե բժիշկներն ասում են, այո, կա հնարավորություն, բայց շատ մեծ գումարների հետ է կապված։ Դրա համար հիմա ես ու Վանը հանգանակություն ենք ուզում կազմակերպել, որ ով ինչով կարող է օգնի։ Ուղղակի այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ Չգիտենք Միքայելն ինչպես կարձագանքի։ Շատ հպարտ տղա է։ Ուր։ Ինչ ես եկել։ Տեսքդ շատ լավ է։ Շքել։ Նենց չի քո համար եմ զուգվել զարդարվել։ Հարցից պատասխանի ինչ ես եկել։ Էրիկս հետս խոսերը բանում էր, ասես տանը մարդ չկա, պետք է հանդիպեինք։ Երիկն ասել, հա։ Ասեմ չես հավատա։ Ինձ էլ ասեց, որ մամ ջան կպատրաստվես, կսիրունանաս, որովհետև շատ կարևոր հյուրեր ունենք։ Այս ինչ փողեր են։ Այն հրեշի տված փողերն են, մամ։ Ոնց, մինչև հիմա չես ծախսել։ Դե ծախսել եմ, բայց այստեղ դեռ 800,000 դրամ կա։ Մամ, սրանք իմ փողերն են, չէ՞։ Ու դու ասել ես ոնց ուզեմ կարող եմ ծախսել։ Դե այո։ Եվ ինչ ես որոշել։ Մամ, ես ուզում եմ այս գումարը Միշոյին տամ, որ իր մամային բուժի։ Թող առաջին հանգանակությունը իմ կողմից լինի, եթե դու դեմ չես։ Ոնց կարող եմ դեմ լինել։ Դու չես էլ կարող պատկերացնել, թե ես ինչքան շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ նման բարի ու հոգատար աղջիկ է տվել։ Շատ եմ քեզ սիրում, մամ ջան։ Ես էլ քեզ։ Ստացվում է Էրիկս դիտմամբ ես հավաքել է, իրար գլուխ, որ հանդիպենք խոսենք։ Բաժանությունը քովրը լավ է ազդել, հա։ Սկսել ես իրավիճակները ճիշտ անալիզ անել։ Մամ ջան, Պապուց։ Հետո, ղաջան, գոհ ես։ Շոուն հավանեցիր։ Իբր դպրոցում հերոսություններդ քիչ են, հիմա էլ սա։ կներեք ինձ։ Ուղղակի ես ուրիշ տարբերակ չգիտեի, որ բոլորով հավաքվենք։ Ինչ է ուզում Էրիկ ջան։ Էրիկ, բալես, եթե դու հույս ունես, որ ես ու պապատ միանալու ենք, միանգամից ասեմ, որ դա չի լինելու։ Ես պապայից չեմ ներելու։ Չէ, մամ ջան։ Ես արդեն մի անգամ այդ սխալը արել եմ։ Քո դիմաց պայման դրեցի, որ եթե պապան տուն չգա, ես էլ չեմ գա։ Բայց հիմա հասկացել եմ, որ եթե ցանկանաս զոռով պահել մի ընտանիքի, որտեղ սեր չկա, անիմաստ է։ Ու ես չեմ ուզում, որ դուք հանուն ինձ ձեր եսը զոհեք։ Ոնց այսքան շուտ մեծացել է ջան։ Տարօրինակ է, չէ՞։ Տղադ քեզնից հասուն է մտածում։ Ես չգիտեմ դուք հետագայում կբաժանվեք, թե կմիանաք, բայց ուզում եմ անկախ ամեն ինչից իմանաք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Մամ ջան,
Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Պապ ջան, քեզ էլ եմ ես շատ սիրում։ Ու միակ բանը, որ ես ուզում եմ ձեզնից, ուզում եմ, որ դուք թշնամիներ չլինեք իրար հետ, որ իրար տեսնելուց բարևեք ու չմոռանաք, որ ես կամ։ Համաձայն եք։ Սիրում եմ ձեզ։ Մամ, դու ո՞ս։ Աբա, ուղա։ Այս տանն ես, չասեցիր կինում ես կինո։ Մարին Միշը անցնոն ակեցալ։ Հոբան չի եղել։ Միշայի մաման հիվանդա, Մարին գնացլա տեսակցության Էրիկի հետ։ Արդեն ախպերություն է անում։ Ման ոնց որ Էրիկը ամեն ինչ գիտի, այն օրը դասարանում բոլորի մոտ պաշտպանեց Մարին։ Շուշի ջան, ասում եմ, չէ, արունը ջուր չի դառնում։ Էրիկը իմացել է, որ Միշոյի մաման լուրջ հիվանդա ու նեղվել է ահավոր։ Ուզում է ամեն ինչ անի, որ օգնի իր մամային։ Ղաշանք հոգի ունի, էլի, ինչ ասեմ։ Դե լավ է, այն օծ մորն ու շուն հորը չի քաշել։ Քինամ հաց սարքեմ ուտենք։ Սոված չում ես։ Հա, ճիշտ է, դու օթով ես սնվում։ Ես ինչա։ Միշ, գնել ես, շատ չունեմ, այստեղ 800,000 դրամ է։ Այսինքն։ Դե մաման ասեց, ով ինչքան կարող է թող օգնի, որ մամայիդ բուժեն։ Էս էլ իմ աշխատած գումարն է։ Մալ ես գիտեմ դու ինչ գնով ես փողը աշխատել։ Քո դասերի ու չքնելու հաշվին, հենց որ ես քո փողն ավերցրու պետք չի։ Միշ, այդքան էլ տենց չի, այս փողը ինձ… Դե ինչ կարևոր է թե այս փողը քեզ որտեղից։ Միշոն ճիշտ է ասում, այս փողերը վերցրու, Թե հիմա ինչ-որ մեկը կա, որ պետք է Միշոյին օգնի, այդ ես եմ։ Չէ, դες բան պետք չի անել։ Ինչի՞։ Ինչի՞ս եմ պետք է միլիոնները, եթե իմ ընկերոջը չպետք է օգնեմ։ Այդ քո միլիոնները չեն։ Ցանողներիդ փողերն են։ Ինչ տարբերություն։ Ոնց մաման ասում ու թե շուտ այդ փողերը իմն է լինելու։ Հա, բայց դեռ քոնը չի երու այդ փողերը։ Ու լը մեծ հարցական է, ձերոնք համաձայն են օգնեն իմ մորը թե չէ։ Համաձայն են։ Էրիկ ախր ինձ վստահ ես ասում։ Մամատ հաստատ համաձայն չի լինելու։ Հա, մաման համաձայն չի։ Բայց ես ունեմ պապիկ, որի միակ ժառանգը ես եմ երեխեք։ Ու ինքը այսքան ժամանակ չի եղել դեպք, որ ինձ մերժի։ Էրիկ ուզում ես ասես, որ պապիդ ես ուզում դիմես այս հարցով։ Արդեն դիմել։ Լուրջ։ Ու մի լավ նորություն ունեմ քեզ ասեմ։ Պապին արդեն մամայիդ հարցերով զբաղվել է, որ արտասահմանում բուժում ստանա։ Էրիկ ապրես շատ։
Անուշ, աղջիկը դուրը։ Միշոյին ստնից եկավ ասես, սոված եմ հաց դիրուտեմ, ես սեղանը գցում եմ, ինքը չկա։ Կներես, մամ ջան, Շուշին զանգեց, դուրս եկավ։ Առանց ինձ զգուշացնելու։ Էդ ինչ տապ գործ էր։ Գաղափար չունեմ։ Նույնիսկ էլ հանգիստ խոսում ես։ Մամ չէի կարող թույլ չտալ, որ դուրս գար։ Լավ, այդքան մի նեղվիր։ Արի միասին գնանք ուտենք։ Գնանք։ Բայց չիմացար։ Էրիկի պապիկը Միքայելի մոր բուժման ամբողջ ծախսը վերցրել է իր վրա։ Թարախ Լիդիայի հայրը։ Պարզվում է այդ ընտանիքում ոչ բոլորն են օծ։ Արի գնանք համ կուտենք, համ էլ մնացածը կպատմեմ։ Վայ, գոնե հիմա վերջապես կասեք ինձ ուր եք տանում։ Հո դու 7 ամսական չես քալի։ Ավելի բարձ, ես 8 ամսական եմ ծնվել։ Դրա համար էլ հոգիներս ուտում ես։ Հետաքրքիր մարդ է Շուշի, բայց չիմանամ ինձ ուր եք տանում։ Զզվացրեցիր, ասում եմ, հեսա կիմանաս։ Ես արդեն ուզում եմ գոռամ, որ գանից փրկեն ձեզնից։ Դե գորա, եթե չես ուզում իմանաս, քեզ ինչ սուրպրիզ է սպասում։ Զգուշ, աստիճանը։ Բայց դեռ չեմ համբերում, բացեք աչքերս։ Հասանք։ Սպասի։ Մար հիշում ես, մարդկարով այս աշխարհում ոչ մեկից պատրաստ չէր ներողություն խնդրել։ Կներես ինձ։ Միշ, մի հատ կզանգես ինձ։ Հիմա։ Ուրոտ։ Չէ, արդեն սորտիկ։ Բարև երեխեք ջան։ Բարև ցավ։ Արագ, երեխեք։ Բարև երեխեք ջան, բարև։ Բարև։ Բարև աչել։ Բարև։ Սրանք ինչ են սառաստոլմի պես կանգնել։ Թորոսիկն ասում էր, ընկերուի են խաղում։ Բայց ուրիշ հոտ է գալիս սրանից։ Անեսվրա մտածածներս անում ենք, չէ՞։ Հա, բա ինչ, առանց այդ Թարլենդ ոտքի պատճառով լիքը ժամանակ կորցրեցինք։ Նորմալ խոսա, անի։ Հա, լավ, ինչ ասեցի, որ տենց նեղվեցի։ Անի։ Բարև, քերի թողնի։
Բարև, հազար բարև։ Արագ շարժվեք։ Չի վախում ես մրսենք երութորս։ Չէ, վախենում եմ ես մրսեմ։ Փողի թեմայա, գրազավոր գալու է ֆինանսական տեղաշարժա լինելու, Թորոսի դրամային շրջանառությունը ակտիվանալու է։ Ես մի ժամա դուրս զեցում եմ, ինչի չես բացում։ Հարցս աղմկոտ գործանում, կթողնի ես ձայն լսել։ Ինչ հարց, ղոնախուն ես։ Հարցս հյուր չի, մեր տան անդամն է։ Այ։ Լավ, դու գործիդ նայ, ես հետո կգամ։ Այ գործը գալ չի, անտար չի, փախ չի, հետո կանեմ։ Դու են ասալ, որ զանգեցի ինչի էր անդրամադիր։ Կամ սպասի։ Գնամ խոհանոց թեյ դնեմ, հետո կխոսենք։ Դե ես էլ եմ գալիս իրար հետ խոսենք։ Դե։ Նվերում ես մաս։ Բայց այսօր իմ ծնունդը չի, ինչի համար։ Ինչ ինձ երբ է առիթ պետք եկել, որ քեզ նվեր նվիրեմ, վերցրու։ Շատ տնակ կարտել։ Բարև ձեզ երեխաներ, նստեք, շուտ նստեք, այսօր շատ հետաքրքիր դաս ենք ունենալու, այսօր կատարելու ենք փորձ, կոլբաներով և քիմիական տարերով։ Իսկ ինչ փորձ ենք անելու։ Շատ հետաքրքիր փորձ։ Իսկ ասում կարող է այդ փորձը պատահաբար էլի, այն անցած անգամվա նման փորձանք դառնա ձեր գլխին։ Միքայել, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ միկրոգրամներով ամեն ինչ չափված է։ Ոչ մի խնդիր չի լինելու, այսպես ասած, հալած յուղի պես անցնելու է։ Հասկացանք։ Ահա, դե ուրեմն փակում ենք աչքերը, կապում ամրագոտիները և տրվում գիտափորձի ֆանտաստիկ ընթացքին։ Մի րոպե, Միքայել, լռեք։ Ես չգիտեմ դու ուր ես թռչում, բայց լավ կանես վայրեջք կատարես, և այդ քո տափակ հումորների վրա ոչ ոք չի ծիծաղում, պարզ է։ Լռեք ասում եմ։ Դուք չեք պատկերացնի, թե այսօր ինչ հետաքրքիր փորձ է լինելու։ Դե սպասում ենք, որ ասեք իմանանք։ Լավ Տիգրան ջան, ես հիմա գրատախտակի վրա կգրեմ քիմիական այն տարերը, որը կապված է այդ փորձի հետ։ Պարզ է, ուշադիր ենք լինում բոլորս։ Հեսա կգա քիմիկը ու կգա մեր խնդիկը։ Կծիծաղենք մենք բոլ-բոլ, դե շուտ հասի ինտերպոլ։ Սա ինչ է։ Լռեք, դա ծիծաղելու չէ։ Ապրես Նախշուն ջան։ Բա ինչ ես անելու։ Չեմ իմանում, շվարել մնացել եմ։ Եթե խոխաս համաձայներ ու քինայենք վարանեշ, այդ հարցը կլուծվեր, ամեն օր օրվա հացի մասին եմ մտածում։ Նախշուն, դե այդքան մի նեղվի էլի, ամեն անգամ ասում ես, բայց հետո մի բան լինում է, կարողանում ես ծախսերի տակից դուրս գաս։ Հա, բայց ինչքան ժնգյալով հաց ու փախլավա սարքելով պահեմ, կարում չեմ խոխին պահեմ։ Բայց մենք քո կողքին ենք, չէ, մի տանջի քեզ։ Դե հա, շնորհակալ եմ, որ դուք չլինեիք, ես չգիտեմ ինչ կանեմ։ Այ Նախշուն, հերիք այդ մասին ասես էլի, մի մեծ բան չի մեր արածը։ Մեծ բանը, դու չես գիտում, գիտում ես ինչքան դժվար է, որ մարդ առանց հարազատի է։ Ով դե հերիք այդ մասին խոսես, հա։ Այ եթե մեկը լիներ, խոխին կթողնեի իրա մոտ ու ես կքինայի աշխատելու։ Նախշուն ջան,
Եթե հանկարծ նման բան որոշես, ես ու Անուշս Շուշին կնայինք։ Ոնց Մարիս, այնպես էլ Շուշին մի անհանգստացի։ Հետո այդ բաներ մտքիցը տանի։ Ես համոզված, որ այս դժվարությունները ժամանակավոր են, հետո ամեն ինչ լավ կլինի։ Հա։ Լավ, Ղազարյան, հա։ Ինչ անեմ, հիմա գնամ։ Չէ՞։ Լավ, հասկացա, ուրեմն դասերից հետո կգնամ հիվանդանոց ու դու մի անհանգստացի, հա, մենք Խորենին մենակ չենք թողնի։ Եղավ, լավ։ Կապի վերջ, պարոն փոխգնդապետ։ Բարև։ Արևս։ Բարև։ Լավ ես։ Ես հա, հրամանատարս էր զանգել։ Մեր հետախույզներից մեկը վիրավորում է ստացել, տեղափոխել են հոսպիտալ։ Լուրջ բան է։ Դե վիրահատել են, լավ կլինի։ Կարող եմ ինչ-որ բանով օգնել։ Հա, մի հատ սիրուն ժպտա, որ տրամադրությունս բարձրանա։ Բժիշկները մնացածը անում են։ Այսօր Միշոյի հետ փաբ եմ գնալու։ Լուրջ ես ասում։ Լավ, երկուսով թե Մարին նրա հետ ներդ գալու։ Չէ, երրորդ նավելորդ է։ Չոփ մի վարքյան։ Մոռացել ես որ պարոն Ֆարադեյը ալերգիա ունի փոշուց։ Դա դու մաքրի։ Ինձ դուր չի գալիս, որ այդ կողքերը անընդհատ ֆրֆռում է։ Ես էլ ոնց ասեմ, որ նա միայն Մարիի համար է զանգում։ 1, 2, 3, 4, 1 Քերի Թորոս ինչ է Ջիքա Ասում են ելի քերի Թորոս մի արա շարժումներ վտանգավոր հատողին լսող ապետ երեխեք Բան քերի Թորոս չես կարող Մի հատ գործ պետք է ճարվի, մի հատ բիզնես Ես չեմ կարող թողեմ, որ երեխես գնա ուրիշի ձեռի տակ մատուցող աշխատի Ինպես մեկի մոտ Այդ բացառվում է Մնում է ամեն ինչ գնանեց, ոնց պլանավորել էինք։ Հանգիստ եղի, ես ամեն ինչ նենց կկազմակերպեմ, որ Մարին էլ երբեք Միշոյի վրա չի նայի։ Դե քեզ տեսնեմ, նայ չհիասթափեցնես։